Նախորդին տեղի է ունեցել Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է այդ երկրի նախագահ Էրդողանը եւ որի ընթացքում քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությանը վերաբերող հարցեր։ Նիստից հետո տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները քննարկվել են երկկողմ եւ ռեգիոնալ համագործակցության հնարավորությունները։ Իդեպ հատկանշական է, որ նախորդին անվտանգության խորհրդի նիստ տեղի է ունեցել նաև Երևանում, թեև այս հանգամանքը անշուշտ բավարար չէ միարժեք եզրակացնելու համար, որ այդ նիստերի միջև կարող էր լինել որևէ ընդհանուր օրակարգային կապ։ Բայց անկասկած է, որ կա որոշակի քննարկում հայ-թուրքական գործընթացում ինչ-որ քայլերի առնչությամբ, որոնք կարող են 2026 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ ամրացնել Հայաստանի իշխանության տեղեկատվաքարոզչական դիրքերը։ Իհարկե Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը օրեր առաջ այդ երկրի խորհրդարանում ասել էր, որ Անկարան չի գնա հայ-թուրքական կարգավորման մինչև հայ-ադրբեջանական ամբողջական կարգավորումը, քանի որ այդ դեպքում ըստ Ֆիդանի Հայաստանը կկորցնի Ադրբեջանի հետ ամբողջական կարգավորման մոտիվացիան։ Անշուշտ պետք է հասկանալ, թե դետալային առումով Անկարան ինչ է պատկերացնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ամբողջական կարգավորում ասելով, եւ ընդհանրապես հարց է, թե Թուրքիան որքան է մոտիվացված հենց հայ-թուրքական ամբողջական կարգավորման հարցում։ Ես նախորդ թողարկումներից մեկում խոսեցի այս թեմայով եւ տեսակետ արտահայտեցի, որ Թուրքիան թերևս փորձելու է աշխարհաքաղաքական այս մեծ շրջափուլում պատմական այս ժամանակաշրջանում հայ-թուրքական կարգավորման հարցի գինը բարձրացնել առավելագույնի, խաղալով այդ գործընթացի հանդեպ ուժային խոշոր կենտրոնների մոտեցումների իրարամերժության վրա։ Բայց Թուրքիան ըստ ամենայնի քննարկում է որոշակի քայլեր անելու հնարավորությունը, որոնք նախընտրական էֆեկտ կապահովեն Հայաստանի իշխանության համար, հատկապես հաշվի առնելով այն, որ այդ իշխանության դիրքերի պահպանման հարցում Թուրքիան եւ Ադրբեջանը ակնառու շահառու են։ Ըստ այդմ հնարավոր են քայլեր, որոնք լրացուցիչ լիցք կհաղորդեն Ադրբեջանի հետ Վաշինգտոնյան այդ ակտին, որ կայացվեց օգոստոսի 8-ին, եւ որը թերևս ունի լրացուցիչ լիցքերի անհրաժեշտություն, հաշվի առնելով այն, որ այդ ակտի, այսպես ասած, ՔԳԳ-ն, քարոզչական գործողության գործակիցը ժամանակի ընթացքում դրսևորում է որոշակի նվազման միտումներ, հաշվի առնելով մի շարք գործոններ եւ առավել եւս Ադրբեջանից զուգահեռ հնչող պարբերական հայտարարությունները, որոնք վերհաստատում են Հայաստանի հանդեպ այդ երկրի հավակնությունները, թելադրվող պայմանները եւ պահանջները։ Այդպիսով, ինչպես նշեցի, հնարավոր է, որ Անկարան քննարկում է որոշակի քայլերի հավանականությունը եւ մեծ հնարավորություն կա, որ այդ քայլերը կարող են վերաբերել երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու որոշմանը։ Այստեղ կա երկու հանգամանք, նախ որ այդպիսի պայմանավորվածության մասին հայտարարվել է դեռևս 2022 թվականին եւ այդ պայմանավորվածության հետ տրամաբանական, այսպես համատեքստում զարգացումներ ծավալվում են նաեւ այսօր այլ ուղղությամբ, սրան կանդրադառնամ։ Մինչ այդ դարձյալ հիշեցնեմ, որ երրորդ երկրների համար սահմանները բացելու պայմանավորվածության մասին Հայաստանն ու Թուրքիան հայտարարել են դեռևս 2022 թվականի հուլիսին, երբ Վիեննայում տեղի ունեցավ հատուկ բանագնացների 4-րդ հանդիպումը։ Դրանից հետո 2 տարի հատուկ բանագնացների հանդիպում տեղի չէր ունենում եւ դրանք վերսկսեցին միայն 2024 թվականի հուլիսին։ Այս ժամանակագրությունը հետաքրքիր է, որովհետև սկսելով 2022 թվականին հունվարին Մոսկվայից Սերդար Քլեչն ու Ռուբինյանը փաստորեն այդ մի քանի ամիսների ընթացքում ունեցան 4 հանդիպում եւ 4-րդ հանդիպմանը հայտարարվեց շատ կոնկրետ պայմանավորվածության մասին, խոսքը հենց երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու, նաեւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը բացելու մասին է եւ ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու մասին։ Բայց այդ 2 տարվա ընթացքում, երբ չեն եղել այլևս հատուկ բանագնացների հանդիպումներ, մինչև դրանց վերսկսումը 2024-ի հուլիսին, որևէ պայմանավորվածություն չի կատարվել եւ ըստ էության առ այսօր այդ որևէ պայմանավորվածություն, այդ պայմանավորվածություններից որևէ մեկը դեռ չի կատարվել։ Այդուհանդերձ հնարավոր է, որ սրանցից մեկը, ինչպես նշեցի, այդ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը այսօր կարող է լինել քննարկման առարկա իրագործելիության տեսանկյունից
Եվ այս առումով այդ հանգամանքը արժե դիտարկել իհարկե ոչ միայն Երևանին քարոզչական աջակցության տեսանկյունից։ Այստեղ թերևս Թուրքիայի համար կա հաճելին օգտակարի հետ համատեղելու այսպես երկվություն եւ գուցե ոչ միայն Թուրքիայի համար։ Դեռևս 2022-ի հուլիսից ձեռք բերված պայմանավորվածության իրականացման հնարավորությունը արժե թերևս դիտարկել մեկ այլ process-ի ֆոնին, որ ծավալվում է Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային լոգիստիկայի ձևավորման կամ վերականգնման համատեքստում, որտեղ նկատելի մոդերատորություն է անում Ռուսաստանը։ Խոսքս այդ ցորենային հայտնի ներկրումների լոգիստիկայի մասին է։ Ռուսաստանի երկաթուղիներ ընկերության գործադիր տնօրենի տեղակալը օրերս ադրբեջանական մամուլի հետ զրույցում նշել էր, որ Ադրբեջանի հետ քննարկվում է այդ լոգիստիկան զարգացնելու պայմանները եւ հնարավոր է, որ առաջիկա ամիսներին լինի որոշակիություն։ Նա խոսել էր, որ այդ երթուղին բավական շահեկան է դեպի Հայաստան բեռնափոխադրումների համար եւ ընդհանրապես դիտարկել էր այն ռեգիոնալ տրամաբանության համատեքստում։ Հիշեցնեմ նաեւ, որ ռուսական երկաթուղիներն է կառավարում Հայաստանի երկաթուղային ցանցը 30-ամյա կառավարման հավատարմագրային կառավարման իրավունքով, որը ստանձնել է 2008 թվականից։ Եվ փաստորեն 2028 թվականին ի դեպ լրանում է այդ ժամկետը, եւ սա էական մի հարց է, թե արդյոք Երևանը ունի հավատարմագրային կառավարման այդ իրավունքը երկարաձգելու մտադրություն, թե ոչ։ Գոնե առայժմ այս թեման չկա հայաստանյան քննարկումներից իրում, թեև սա լինելու է թերևս օրակարգային կարևոր հարցերից մեկը։ Մեծ հավանականությամբ նախընտրական շրջանում Հայաստանն իհարկե կփորձի խուսափել այս թեմայից, այսինքն Հայաստանի իշխանությունը, որովհետև եթե կա Մոսկվայի հետ պայմանագիրը շարունակելու մտադրություն, ապա ցանկալի չի լինի դա արտահայտել նախընտրական շրջանում, քանի որ դա մեղմ ասած կխանգարի Նիկոլ Փաշինյանին եւ նրա արտախորհրդարանական դաշնակիցներին քարոզչական դաշտում արդյունավետ խաղարկել եվրոպական թեման եւ կթուլացնի ինքնիշխանության մասին ճառասացության իշխանական եւ արտախորհրդարանական մեխանիկան։ Մինչդեռ հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու հնարավորությունը կարող է համադրվել հենց վերը նշածս լոգիստիկայի քննարկումների հետ կամ դրա ձևավորման հետ, որ կծավալվի Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան, Հայաստան երկաթուղային գծով։ Հայ-թուրքական սահմանը այդ իմաստով կարող է դառնալ դրա շարունակություն, օրինակ Գյումրի, Կարս այդ հանգույցի շնորհիվ։ Այս տեսանկյունից գուցե ուշադրության է արժանի նաև վերջին շրջանում հայ-վրացական շփումների ինտենսիվությունը ամենատարբեր մակարդակներով, բարձրից մինչև կառավարության տարբեր անդամներ։ Օրինակ այս օրերին էլ Վրաստանում էր Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Իսկ վերը նշածս լոգիստիկայի հնարավոր խորացման տեսանկյունից Վրաստանի պարագան բավականին բազմաշերտ է, թե տնտեսական, թե նաև քաղաքական, ռեգիոնալ եւ ընդհուպ աշխարհաքաղաքական իմաստով։ Նաև գուցե ավելորդ չէ նկատել, որ Թուրքիայի անվտանգության խորհուրդը, որում նախագահում էր Էրդողանը, նիստն անցկացրել է եւ այդ նիստում հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները երկկողմ եւ ռեգիոնալ համագործակցության հնարավորությունները քննարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի հետ Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցից 2 օր անց։